ուրեմն ջերմուկ կլաստերում ճանապարհ ենք քայլուղի են կառուցել, որը իջնում է դեպի ներքև, ուրեմն բանով գնդեվազով իջնում է դեպի ձորը եւ այնուհետեւ գնում, այսինքն վերևից ոտքով քայլելով հնարավոր է իջնել մինչեւ եկեղեցի։ 5-րդը Գյումրիում ունենք կիսակառույց փողոցներ, այսինքն մի զգալի աշխատանք արվել է, որ այսօր բادرության փաստացի Գյումրին, որը էլ աղետի գոտի չի, նաև այդ ծրագրի շնորհիվ է, բայց մի քանի ճանապարհներ էլ մնացել են կիսատ եւ նոր ծրագրեր կա, այդ թվում նաև ուրեմն այգու վերականգնումը, գինու ներողություն, ուրեմն զբոսաշրջության դպրոց, Թումո կենտրոն, շուկան ամբողջությամբ այսպես ասած այսօրվա շուկան քանդվում է եւ տեղը նոր շուկա է կառուցվում, որտեղ գեղեցիկ մարդիկ տաղավարներ ունենալու, այդ տաղավարներում վաճառք են իրականացնելու, այսինքն փողոցից մարդկան, փողոցում որ մարդիկ կանգնած առևտուր են արել տասնամյակներով, դա դառնալու է մի միջավայր, որտեղ մարդիկ ուղղակի գնալու են, որպեսզի հաճույքով առևտուր անեն, այսինքն գեղեցիկ ուրեմն դրված մարդիկ ոչ մի բան չունեն անելու, մենք իրենց տեղը այս ծրագրով այդ ուրեմն մաքրելու ենք այդ ամբողջ տարածքը, գեղեցիկ շուկա ենք սարքելու ու նորից նույն պայմաններով տրամադրելու ենք այդ նույն մարդկանց, որպեսզի ոչ միայն իրենք իրենց աշխատանքից հաճույք ստանան, ոչ միայն քաղաքը գեղեցկանա եւ մաքրվի, այլ նաեւ զբոսաշրջիկները զգան այդ իսկական արևելյան շուկայի շունչը, մաքրությունը եւ գեղեցիկ այդ միջավայրը։ 6-րդը Դիլիջանն է, որտեղ էլի ունենք մի քանի փոքր բաներ, որոնք որ դեռ չենք հասցրել ավարտել, ամբողջությամբ նորից իրականացնելու ենք եւ Դվինի դեպքում թանգարան ենք կառուցելու եւ այլ զուգահեռ միջավայրեր։ Ես մի քանի այլ ամրոցի վերականգնում, ես մի քանի ծրագրի մասին օրինակ ասեմ, մենք ունենք մի վանական համալիր Շիրակի մարզում, այս ուրեմն համալիրը երկար ժամանակ մարդիկ ուղղակի չէին այցելում այդ համալիր, որովհետև ուղղակի ճանապարհ չկար այդտեղ։ Մենք կառուցեցինք ճանապարհ, այդ ամբողջ իր շրջակայքը այգու, ուրեմն վերանորոգել ենք նախորդ ծրագրով, այսպես ասած օձերի եւ այդ միջավայրը որ կար, դա վերածվել է ուրեմն այգու, վերածվել է քայլուղու, նստարաններ են տեղադրվել, DMO, այնտեղ կառուցվել է ավտոկայանատեղի եւ այլն, որպեսզի մեր վանական համալիրները, որոնք որ անտերության էին մի մասը մատնված եւ զբոսաշրջիկների համար, այդ թվում Հայաստանի զբոսաշրջիկների համար անհասանելի էին, դառնան հայաստանցիների համար հասանելի, դառնան մեր զբոսաշրջիկների համար հասանելի եւ դառնան եւ իրապես դառնան համաշխարհային մշակույթի մաս, ոչ թե ուղղակի տենց մնան այնտեղ, ուրեմն փլուզված, քանդված, խոսքը Մարմաշեն վանական համալիրի մասին է, որտեղ հասնելու համար ինչ որ կետից երևի պետք էր վարձել ջիպեր երևի թե, բայց հիմա կարելի է անգամ հեծանիվով, ոտքով, ավտոբուսով, մարդատար մեքենայով հասնել այդտեղ, դա էլ բավարար չի, նաև կառուցել ենք ուրեմն քայլուղի, որը գետի բերանով իջնում է ներքև եւ ինչեւ գետ է իջացնում, այսինքն նաև բնության հետ, այսինքն վանական համալիրը գետին, բնությանը միավորվել է, ինչպես օրինակ արվել է բանի դեպքում, գնդեվազի դեպքում, որտեղ ուղղակի ոտքով հնարավոր է քայլելով, այդպես այսինքն շատ գեղեցիկ մի ուրեմն հնարավորություն է այնտեղ ստեղծվել, որը մենք արել ենք